Գլեն Կորն, ԿՀՎ-ի պահեստազորի ավագ հետախուզական սպա։ Պրոֆեսոր Կորնը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ԿՀՎ-ում եւ անցել հետախուզության, անվտանգության, կադրերի պատրաստման եւ բարձրագույն ղեկավարության բազմաթիվ մասնագիտացված ծրագրեր։ Նա իր ուսերի հետևում ունի ԱՄՆ-ի հետախուզական եւ արտաքին գործերի գերատեսչություններում 34 տարվա ծառայության փորձ։ Պրոֆեսոր Կորնը ավելի քան 20 տարի աշխատել է արտերկրում, Եվրասիայում, Մերձավոր Արևելքում եւ Հարավային Ասիայում։ Պրոֆեսոր Կորնը ստացել է ռուսական բանասիրության մագիստրոսի աստիճան ամերիկյան համալսարանում, սլավոնագիտության բակալավրի աստիճան, Հոֆստրա համալսարանում, ինչպես նաև ավարտել է ԱՄՆ-ի ռուսական բանակի ինստիտուտը։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա զբաղեցրել է առանցքային պաշտոններ, այդ թվում ռեզիդենտուրայի ղեկավարի եւ Եվրասիայի ու Մերձավոր Արևելքի երկրներում տարածքային ղեկավարի, աշխարհագրական գործառնական կենտրոնում գործառնությունների տնօրենի օգնականի տեղակալի եւ հակահաբեկչական կենտրոնում բաժնի պետի պաշտոնները։ Նրա վաստակը նշանավորվել է հեղինակավոր մրցանակներով, այդ թվում ԿՀՎ տնօրենի եւ ազգային հետախուզության տնօրենի մրցանակներով։ Պրոֆեսոր Կորն, ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ զրուցելը։ Դուք հսկայական փորձ ունեք, իսկ ձեր կարիերան հետախուզության ոլորտում ընդգրկում է ավելի քան 30 տարի։ Նախքան ռուսական գործողությունների բարդ թեմային անցնելը, մեր լսարանին շատ հետաքրքիր կլիներ իմանալ ձեր ուղու մասին դեպի ԿՀՎ։ Ինչպես անցաք ճանապարհը դաշտում աշխատող գործառնական աշխատակցից մինչև ղեկավար պաշտոններ։ Կպատմեք այդ մասին։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինձ համար շատ հաճելի է այստեղ լինելը։ Միայն կավելացնեմ, որ իմ գործունեության մեջ հետախուզությունից բացի շատ դիվանագիտություն էլ կար։ Ինչից սկսվեց ամեն ինչ։ 80-ականներին սովորում էի Նյու Յորքի քոլեջում, ռուսաց լեզու եւ գրականություն մասնագիտությամբ։ Ինձ շատ հետաքրքրում էր Ռուսաստանի պատմությունը, այն ժամանակ խորհրդային պատմությունը, մասամբ ընտանեկան կապերի, իմ ընտանիքի պատմության, ինչպես նաեւ ռուս գրականության պատճառով։ Ես դրա մեծ երկրպագուն էի։ Վերջերս էի պատմում Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի ուսանողներիս, որտեղ դասավանդում եմ, որ իմ հիմնական մոտիվացիաներից մեկը երիտասարդ տարիքում դոկտոր Ժիվագո վեպն էր։ Մի խոսքով, ես ուսումնասիրում էի ռուսաց լեզուն։ Քոլեջն ավարտելուց անմիջապես հետո գնացի աշխատելու ԱՄՆ բանակի հետախուզական ստորաբաժանումում։ Դա սառը պատերազմի ավարտն էր, այն դեռ շարունակվում էր այդ պահին։ Մի քանի տարի այնտեղ աշխատելուց հետո տեղափոխվեցի պետդեպարտամենտ։ Այնտեղ էլ մի քանի տարի մնացի, իսկ արդեն դրանից հետո հայտնվեցի ԿՀՎ-ում։ Այսպես առաջ էի գնում տարբեր պետական պաշտոններով։ Ինձ հաջողվեց ներսից տեսնել այն, ինչ մենք անվանում ենք հետախուզական համայնք։ Մինչև 2001-2002 թվականներն աշխատում էի հիմնականում Ռուսաստանի եւ հետխորհրդային տարածքի հարցերով։ Իսկ հետո սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ես, ինչպես շատ ամերիկացիներ, ակտիվորեն ներգրավվեցի ահաբեկչության դեմ պայքարի մեջ։ Սա ինձ հնարավորություն տվեց աշխատել Մերձավոր Արևելքում, Եվրասիայում եւ Հարավային Ասիայում։ Կարիերայիս մեծ մասն անցկացրել եմ արտասահմանում, չհաշված Վաշինգտոնի մեր շտաբ բնակարանում աշխատելու մի քանի ժամանակահատվածները։ 2023 թվականին թոշակի անցա։ Դրանից հետո սկսեցի դասավանդել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի մագիստրատուրայում։ Ես վարում եմ ռուսական եւ խորհրդային հետախուզության պատմության, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային անվտանգության քաղաքականության դասընթացներ։ Եվ հպարտությամբ կնշեմ, որ վերջերս ուսանողներս իրենք խնդրեցին ինձ Ուկրաինայի պատմության դասընթաց ստեղծել։ Նրանք հասկանում են, որ ամերիկացիները բավարար չափով չգիտեն ուկրաինական պատմությունը, չեն գիտակցում, որ սա ռուսական պատմության մաս չէ, այլ առանձին բան։ Ուկրաինայի մշակույթն ու պատմությունը արժանի են խորը ուսումնասիրության։ Այսօր ես կասեի, որ ռուսական ներխուժման միակ դրական հետևանքն այն է, որ Ուկրաինան վերջապես սկսեցին ընկալել որպես անկախ պետություն։ Ես հաճախ եմ ասում, որ Ուկրաինան Եվրոպայի ապագա առաջնորդն է, նույնիսկ այսօր այն արդեն առաջատար եվրոպական տերություն է։ Ահա իմ պատմությունը համառոտ։ Արժե նաև նշել, որ ընկերոջս հետ վարում ենք աշխարհաքաղաքական ոդքասթ։ Այն կոչվում է Restricted Handling, մուտքը սահմանափակ է։ Այնտեղ քննարկում ենք աշխարհաքաղաքականություն եւ շատ թողարկումներ նվիրված են Ուկրաինային ու Եվրասիական տարածաշրջանին։ Շնորհակալություն կիսվելու համար։ Ինձ շատ է գրավում ձեր ուսանողների նախաձեռնությունը Ուկրաինայի պատմության դասընթաց ստեղծելու համար։ Այս թեմային իսկապես շատ քիչ ուշադրություն է դարձվում։
Ես կասեի, որ նույնիսկ Եվրոպայում ոչ բոլորն են կողմնորոշվում այս հարցում, իսկ Ամերիկայի մասին խոսելն ավելորդ է։ Գիտեք, իմ կարիերայի ընթացքում ես շատ եմ աշխատել նախկին Խորհրդային Միությունում։ Ես տեսել եմ, թե ինչպես են ռուսները, սկսած դեռևս ռուսական կայսրության ժամանակներից, գերիշխել տարածաշրջանում եւ ճնշել կայսրության, իսկ այնուհետև ԽՍՀՄ կազմի մեջ մտնող երկրներին։ Պարտադրվում էին ռուսական մշակույթն ու ռուսական պատմության վարկածը։ Պետք է հիշել, որ Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն դեսպանատներ չուներ ոչ Կիևում, ոչ Բաքվում, ոչ Բիշքեկում։ Կար միայն դեսպանատուն Մոսկվայում եւ հյուպատոսություն Սանկտ Պետերբուրգում։ Եվ նույնիսկ խորհրդային ժամանակներում ռուսներին հաջողվում էր ամեն ինչ ներկայացնել բացառապես Մոսկվայի պրիզմայով։ Ուստի հիմա, Միության փլուզումից հետո, չափազանց կարևոր է սա փոխել։ Հավանաբար, մենք չափազանց դանդաղ ենք գործել յուրաքանչյուր առանձին երկրի ուսումնասիրությունն ու ըմբռնումը խթանելու հարցում։ Ամերիկացիները մշտապես հարցնում են ինձ. ինչ տարբերություն կա ուզբեկերենի եւ ռուսերենի միջև, իսկ դրանք միանգամայն տարբեր լեզվաընտանիքներ են։ Այնպես որ, մեզ հսկայական լուսավորչական աշխատանք է սպասվում։ Ուկրաինայի դեպքում սա առանցքային նշանակություն ունի, քանի որ ահռելի քանակությամբ ապատեղեկատվությունը հենց պատմության խեղաթյուրման վրա է հիմնված, ինչով Կրեմլը շատ ակտիվորեն զբաղվում է վերջին 20-25 տարիներին։ Անկասկած։ Կարծում եմ, մենք արդեն սահուն անցանք ռուսական ապատեղեկատվության եւ հատուկ գործողությունների թեմային։ Դուք նշեցիք, որ Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում դասավանդում եք ռուսական հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդների վերաբերյալ դասընթաց։ Հայտնի է, որ ժամանակակից ռուսական ապատեղեկատվությունը սկիզբ է առնում KGB-ի ակտիվ միջոցառումների խորհրդային դոկտրինայից։ Ձեր աշխատություններում նշել եք, որ արտաքին հետախուզության ծառայությունը եւ գլխավոր շտաբի հետախուզական վարչությունը ակտիվորեն օգտագործում են այսպես կոչված օպերատիվ կոմբինացիաները արևմուտքում կեղծված պատմությունները լեգիտիմացնելու համար։ Այդ կապակցությամբ մեզ համար շատ հետաքրքիր կլիներ լսել ձեր, որպես մասնագետի կարծիքը։ Ինչպես կնկարագրեիք դուք հետախուզության նախկին սպատ ժամանակակից ռուսական ապատեղեկատվական եւ հոգեբանական գործողությունների բնորոշ ձեռագիրը։ Դե, ես ավելի խորքը կնայեի նախախորհրդային ժամանակաշրջան, ցարական Ռուսաստան։ Ցարական օխրանկան վարպետորեն տիրապետում էր ապատեղեկատվության մեթոդներին եւ իհարկե օպերատիվ կոմբինացիաներին։ Սա մեր դասընթացի թեմաներից մեկն է։ Այդ մեթոդները ծագել են դեռևս մինչև 1917 թվականին բոլշևիկների իշխանությունը զավթելը եւ Չեկան արտակարգ հանձնաժողովը ստեղծելը։ Ամենանշանակալի օրինակներից մեկը։ Ես չեմ սիրում մեծագույն բառը, որովհետև դրանում մեծություն չկա, բայց կարևոր է քննարկել այն, հատկապես այսօր, երբ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նորից աճում է հակասեմիտիզմը։ Այսպիսով, ապատեղեկատվական գործողության նշանակալի օրինակներից մեկը Սիոնի իմաստունների արձանագրություններն են, որոնք ստեղծվել են Օխրանկայի կողմից։ Այս կեղծիքը, որը պնդում էր, թե գոյություն ունի հրեական դավադրություն աշխարհը զավթելու նպատակով, ժողովրդին ներկայացվեց կոնկրետ նպատակով, ցարի վրայից եղել գյուղատնտեսական եւ տնտեսական քաղաքականության ձախողումների մեղքը։ Պետք էր գտնել մի քավության նոխազ կայսրության բոլոր խնդիրների համար։ Մենք նման բաներ տեսնում ենք ողջ պատմության ընթացքում։ Դեռևս 5-10 տարի առաջ տարբեր երկրների մարդիկ ինձ հարցնում էին. տեսել եք այս փաստաթուղթը, Սիոնի իմաստունների արձանագրությունները, ես նրանց պատասխանում էի. դա ցարիզմի ժամանակների ապատեղեկատվական գործողություն է։ Փաստաթուղթը զուտ կեղծիք է։ Սակայն այն այնքան համառորեն էին տարածում, որ ոմանք մինչ օրս հավատում են դրան եւ մեջբերում այն։ Հետագայում, երբ ստեղծվեց Չեկան Ֆելիքս Ձերժինսկին եւ Չեկայի ղեկավարությունը, իսկ այնուհետև պետական քաղաքական վարչությունը եւ միացյալ պետական քաղաքական վարչությունը, որդեգրեցին Օխրանկայի փորձը եւ հաջողությամբ կիրառեցին այն։ Դասընթացում մենք մանրամասն վերլուծում ենք օպերատիվ կոմբինացիաները։ Դրանք խոշոր հարձակողական հակահետախուզական գործողություններ են։ Դրանցից մեկը, որը նախկինում հաճախ ուսումնասիրվում էր Ամերիկայում, բայց այժմ մի փոքր մոռացված է, Տրեստ գործողությունն է։ Այն ժամանակ խորհրդային հետախուզությունը խոշոր ապատեղեկատվական գործողություն իրականացրեց, ուղղված թե Փարիզում գտնվող Սպիտակ շարժման դեմ, թե դաշնակիցների հետախուզության դեմ։ Նրանց կերակրում էին անհրաժեշտ տեղեկություններով, կրկնակի գործակալներ էին հավաքագրում կամ կեղծ անձանց էին ներդնում նրանց ցանցեր, որպեսզի նրանք
առավել արդյունավետ կերպով առաջ մղեին Մոսկվային ձեռնտու գաղափարները։ 7 տարի անց գործողությունը որոշեցին ավարտել և բացեցին քարտերը, ցույց տալով ամբողջ աշխարհին, թե ինչպես ՄՊՔ-ն ճարպկորեն մանիպուլացրեց Սպիտակ շարժումը և նրանց արևմտյան դաշնակիցներին։ Գործողությունն աներևակայելի արդյունավետ էր։ Եվ դա այն պատճառով, որ Սպիտակ շարժման կողմից տեղեկատվության ստուգումը շատ թույլ էր, և քննադատական մտածողությունը պարզապես բացակայում էր։ Մենք դեռ կարող ենք քննարկել, թե ինչու է դա այդքան կարևոր։ Օրինակները զանգվածային են։ Խորհուրդները վարպետ էին այն հարցում, թե ինչպես կարելի է ապատեղեկատվությունը համատեղել հարձակողական հակահետախուզության հետ։ Իսկ ինչպես է հաջողվում այս գործողություններում այդքան արդյունավետ օգտագործել արևմտյան մեդիա տարածքը։ Ինչպես են նրանք կիրառում այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հայելային մեղադրանքները և ազդեցության գործակալները, որպեսզի ժողովրդավարական հասարակությունում ներդնեն և ուժեղացնեն իրենց նարատիվները։ Դե ահա, նայեք, կարելի է օրինակ բերել դեռ խորհրդային ժամանակներից։ Այն բանից հետո, երբ ԿԳԲ-ի առաջին գլխավոր վարչությունում ստեղծեցին ծառայությունը, որը զբաղվում էր բացառապես ակտիվ միջոցառումների իրականացմամբ, ներառյալ ամբողջ աշխարհում ապատեղեկատվական գործողությունները, նրանք մշակեցին հայտնի ինֆեկցիա գործողությունը։ Էությունն այն էր, թե իբր ԱՄՆ-ն, ԿՀՎ-ն և Պաշտպանության նախարարությունը դիտավորյալ ստեղծել են ՁԻԱՀ-ի համաճարակը և տարածել այն աշխարհով մեկ տարբեր նպատակներով։ Ինչպես իրականացրին դա։ Կան որոշ տեղեկություններ, որ նրանք տեղյակ էին ԱՄՆ-ում գոյություն ունեցող խմբերի մասին, որոնք չափազանց մտահոգված էին ՁԻԱՀ-ի համաճարակով, որը, ինչպես գիտեք, 70-ականների վերջին և 80-ականներին բազմաթիվ մարդկանց, այդ թվում ԱՄՆ-ում խոցելի խմբերի համար լուրջ մտահոգության առարկա էր։ ԿԳԲ-ն վերցրեց այդ տեղեկությունը, ուռճացրեց ու խեղաթյուրեց այն։ Նրանք ավելացրին կեղծված տարրեր, որպեսզի այն վերածեն ԱՄՆ կառավարության դեմ զենքի և վարկաբեկեն նրան ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Մենք չենք վերլուծի ամբողջ գործողությունը, բայց եթե համառոտ, նրանց գործակալ լրագրողներից մեկը Հնդկաստանում հրապարակեց այս նյութը հնդկական թերթում։ Այստեղ կարևոր է նշել, որ խորհրդային հատուկ ծառայություններն այն ժամանակ, ինչպես և ռուսականն այսօր, գործում են ՌԴ պաշտոնական տեղեկատվական կառույցների հետ սերտ համակարգմամբ։ Լինի դա Ռաշաթ ՀԴ-ը, Սպուտնիկը, Կրեմլի մամուլի քարտուղարը, թե ԱԳՆ-ից Մարիա Զախարովան, նրանք բոլորը միասին աշխատում են միասնական տեղեկատվական արշավի շրջանակներում։ Եվ այսպես, այն ժամանակ նրանք օգտագործեցին այդ նույն հոդվածի տեղեկությունը հնդկական թերթից։ Այնուհետև այս պատմությունը տարածեց 10, և թվում է, այս թեմայով նյութ հրապարակվեց գրական թերթում։ Իսկ հետո արդեն արևմտյան լրատվամիջոցները սկսեցին վերցնել ու տարածել այս պատմությունը։ Կարծում եմ, գագաթնակետն այն պահն էր, երբ այս պատմությունը հասավ ԱՄՆ-ի գլխավոր ազգային հեռուստաալիքներից մեկին, թվում է դա ABC ալիքն էր, եթե չեմ սխալվում։ Եվ ամբողջը հիմնված էր ապատեղեկատվության վրա։ Ամբողջը հիմնված էր մի փոքրիկ փաստի խեղաթյուրման վրա, որը ուռճացվել և մատուցվել էր այլասերված ձևով, կոնկրետ նպատակով՝ խարխլել ԱՄՆ կառավարության հեղինակությունը։ Ի վերջո, Ռեյգանի վարչակազմը մեղադրեց ԽՍՀՄ-ին ստախոսության մեջ։ Գլխավոր քարտուղար Գորբաչովը, ի վերջո, ստիպված եղավ ընդունել, որ ամբողջ պատմությունը հնարանք էր, և 80-ականների վերջին նրանք հետ վերցրին այդ պնդումները։ Այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր մինչ օրս հավատում են այդ պատմության առանձին կողմերին։ Սա ցույց է տալիս, թե որքան խորը նման բաները կարող են ներթափանցել լսարանի ենթագիտակցության կամ նույնիսկ գիտակցության մեջ։ Օրինակները շատ են, թե ինչպես էին դա անում խորհրդայինները և ինչպես են դա անում այսօր ռուսները։ Վերջին մի քանի տարիներին մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշակի թեմաներ առաջ մղվում, և այդպիսի թեմաներ կան մի քանիսը, եթե խոսենք Ուկրաինայի մասին։
Օրինակ, պնդումները, թե Ուկրաինան իբր հովանավորում է ահաբեկչությունը, որ ուկրաինական կառավարությունը ֆաշիստական է, որ Ուկրաինան ուղղված է կրոնի դեմ, քրիստոնյաների դեմ եւ հալածում է քրիստոնեական համայնքներին։ Ճշմարտության հատիկն այն է, որ ուկրաինական կառավարությունն իսկապես մտահոգված է նրանով, թե ինչպես է Կրեմլն օգտագործում ուղղափառ եկեղեցին կամ դրա որոշակի կառույցները հետախուզական գործողություններ իրականացնելու համար, եւ փաստորեն, ցանկացած պետություն ունի օրինական իրավունք նման մտահոգության համար։ Պատմականորեն ռուսներն օգտագործել են եկեղեցին, ընդ որում ոչ միայն ուղղափառ, այլև այլ դավանանքների, հետախուզական նպատակներով։ Եվ երբ ուկրաինացիները փորձում են դիմակայել դրան, ռուսական կողմը փորձում է ուռճացնել պատմությունը։ Նրանք հալածում են բոլոր քրիստոնյաներին, բոլոր կրոնները, ինչը բացարձակ սուտ է։ Ենթադրում եմ, որ Ուկրաինայում եղած ցանկացած մարդ գիտի, որ կրոնական ազատության իրավիճակն այնտեղ շատ ավելի լավ է, քան շատ այլ երկրներում, եւ անպայմանորեն ավելի լավ է, քան Ռուսաստանում։ Անցյալ տարի, երբ ես Ուկրաինայում էի, ինձ վիճակագրություն բերեցին։ Եվրոպայում մորմոնների երրորդ ամենամեծ համայնքը հենց Ուկրաինայում է։ Ոչ ոք նրանց չի ճնշում կամ հալածում։ Վստահ չեմ, որ նույնը կարելի է ասել Ռուսաստանում ապրող մորմոնների կամ այլ դավանանքների ներկայացուցիչների մասին։ Դա ճիշտ է։ Ի վերջո, եթե նայենք Ռուսաստանում կրոնական հալածանքների վիճակի մասին պաշտոնական զեկույցներին, ապա բոլոր նրանք, ովքեր չեն պատկանում ռուս ուղղափառ եկեղեցուն, փաստացի ենթարկվում են հալածանքների, շատերը բանտերում են։ Այս թեմայով հսկայական քանակությամբ նյութեր կան։ Վերադառնալով Ուկրաինայի թեմային, մի փոքր կլրացնեմ այն, ինչ դուք նշեցիք։ Թերևս ամերիկյան հասարակությանը լիովին պարզ չէ, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին միշտ բաժանված է եղել Մոսկվայի և Կիևի պատրիարքությունների։ Իսկ Մոսկվայի պատրիարքարանի նկատմամբ հարցեր առաջացան հենց այն պատճառով, որ մենք հասկանում ենք։ Եկեղեցու միջոցով հետախուզական գործողություններ են իրականացվում։ Ուստի, որքանով ես եմ հասկանում, Մոսկվայի պատրիարքարանից խնդրել են խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ, որպեսզի այդ գործողությունները չիրականացվեն ուկրաինական հողի վրա պատերազմի ժամանակ։ Բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք այն, ինչ դուք նկարագրեցիք։ Նրանց կողմից օգտագործվող կեղծ պատմությունները քրիստոնյաների հալածանքների, հակաքրիստոնեական քաղաքականության, հավատքի համար հալածանքների եւ այլնի մասին։ Սա հենց այն գործողությունն է, որը տեղի է ունենում հենց հիմա, եւ այն ապատեղեկատվությունը, որը նրանք փորձում են տարածել։ Ես կասեի, որ 2-3 տարի առաջ ռուսները հաջողության էին հասնում այս հարցում, բայց կարծում եմ ամերիկացիներին կրթելու պատասխան ջանքերն արդյունավետ են եղել, իմ կարծիքով, քանի որ մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի աջակցությունը, օրինակ, հանրապետական ընտրազանգվածի շրջանում իրականում աճել է։ Դա մասամբ ոչ միայն Ուկրաինայի կառավարության վաստակն է, չգիտեմ, արդյոք այն հիմնական շարժիչ ուժն է, այլև շատ ամերիկացիների, ովքեր հասկանում են իրավիճակը եւ փորձում են ճշմարտությունը հասցնել մարդկանց։ Ես ճամփորդում եմ երկրով մեկ, դասախոսություններ եմ կարդում Ռուսաստանում եւ Ուկրաինայում կատարվողի մասին, եւ մարդիկ հաճախ հարցնում են. ճիշտ է, որ ուկրաինացիները հալածում են քրիստոնյաներին։ Ես բացատրում եմ նրանց փաստերը, մատնանշում աղբյուրները, առաջարկում, որ նրանք իրենք ստուգեն փաստերը։ Ուրիշներն էլ են նույնն անում։ Դուք հիանալի օրինակ բերեցիք մի մարդու մասին, ով մինչև Ուկրաինա մեկնելը դեմ էր Ուկրաինային։ Իսկ վերադառնալով, նա ասաց. «Սպասեք, աչքերս բացվեցին։ Ամեն ինչ բոլորովին այլ է։ Ափսոս, որ հիմա Ուկրաինա մեկնելը հեշտ չէ, բայց եթե մարդկանց մեծամասնությունը լիներ այնտեղ, նրանք կտեսնեին, որ ոչ մի հալածանք չկա։ Ես անձամբ երբեք դրան չեմ հանդիպել։ Անկեղծ ասած, ուկրաինացիների մեծամասնությունը պարզապես ցանկանում է ապրել իրենց կյանքով, եւ նրանց մոտ որևէ նախապաշարմունք չկա։ Նրանք կարող են հավատացյալ լինել, բայց ես երբեք չեմ տեսել անհարգալից վերաբերմունք այլ կրոնների նկատմամբ։ Ես տեսնում եմ մի ժողովրդի, որը որքան հնարավոր է հեռու է նացիստների այդ կերպարից։ Նրանք պարզապես մարդիկ են, ովքեր ցանկանում են ապրել իրենց կյանքով։ Ընդ որում, բավականին երջանիկ մարդիկ, չնայած այն բանին, որ նրանց երկիրը ռմբակոծում է հարևանը։ Նրանք շատ դիմացկուն են եւ, այնուամենայնիվ, բավականին երջանիկ, ընկերասեր եւ հյուրընկալ։ Այնպես որ այն պատմությունը, թե Ուկրաինայում իշխում են նացիստները եւ հավատքի համար հալածանքներ են տեղի ունենում, 100%-անոց սուտ է։ Լիովին ճիշտ է։ Ինչ վերաբերում է իմ բերած օրինակին, թերևս հանդիսատեսի համար արժե պարզաբանել, ես խոսում էի պաստոր Մարկ Բերնսի մասին, ում ելույթները շատերը տեսել են։ Եվ սա իսկապես հիանալի օրինակ է, որ ապատեղեկատվության դեմ պետք է պայքարել հենց փաստերով։
Եվ իհարկե, ամեն ինչ սեփական աչքերով տեսնելու հնարավորությունը շատ է օգնում։ Վերադառնալով արևմտյան ԶԼՄ-ների թեմային։ Ինչ եք կարծում, ո՞րն է արևմուտքի գլխավոր խոցելիությունը այս մեթոդների և գործողությունների հանդեպ։ Հիանալի հարց է։ Ես նույնիսկ չգիտեմ, արդյոք ԶԼՄ-ներն են որպես այդպիսին խոցելի, ավելի շուտ ողջ հասարակությունն է խոցելի։ Անձամբ ես կարծում եմ, որ վերջին 30 տարիների ընթացքում մենք, խոսում եմ ԱՄՆ-ի մասին, քանի որ ամերիկացի եմ, թույլ ենք տվել, որ մեր կրթական համակարգը դեգրադացվի։ Մենք մարդկանց պատմություն չենք սովորեցնում։ Մենք երիտասարդությանը պատշաճ կերպով պատմություն չենք դասավանդում, նրանց չենք տալիս գիտելիքի ամուր հիմք և քննադատական մտածողության հմտություններ։ Հաճախ ես տեսնում եմ, որ մարդիկ պարզապես չունեն հիմնական պատմական հարցերի ըմբռնում։ Դա նրանց դարձնում է հեշտ թիրախ մանիպուլյացիաների համար, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից։ Եվ, իհարկե, քննադատական մտածողությունը։ Ժամանակակից աշխարհում, որտեղ համացանցում այդքան շատ տեղեկատվություն կա, եւ այն հասանելի է, ձեր վրա տվյալների անընդհատ հոսք է թափվում։ Պետք է շատ կարգապահ լինել այն հարցում, թե ինչպես եք մեկնաբանում եւ գոնե մի փոքր ստուգում այդ տեղեկատվությունը։ Վստահ չեմ, որ մարդիկ դա անում են։ Եթե վերադառնանք տրեստ գործողության օրինակին, դրա հաջողության պատճառներից մեկը վերաստուգման բացակայությունն էր։ Ոչ ոք կոշտ հարցեր չէր տալիս այն տեղեկատվության մասին, որով նրանց կերակրում էին։ Հասկանում եք։ Ինչպես ես միշտ ասում եմ իմ ուսանողներին, ռուսները հիանալի ասացվածք ունեն։ Անվճար բանիրը լինում է միայն մկան թակարդում։ Երբ ինչ-որ բան չափազանց հեշտ է թվում, ներառյալ այն տեղեկատվությունը, որը ձեզ պարտադրում են, արժե մտածել։ Միթե այստեղ թակարդ չկա։ Միգուցե ինչ-որ մեկը ցանկանում է, որ դուք ընկնեք դրա մեջ։ Ուստի արժե մի փոքր փորփրել նախքան տեղեկատվության որևէ հատվածի կամ վերնագրի իսկությանը հավատալը։ Քանի որ նորությունների և սոցիալական ցանցերի շատ վերնագրեր այսօր հատուկ կազմված են ուժեղ հուզական արձագանք առաջացնելու համար, և հաճախ դրանք դիտավորյալ ապակողմնորոշիչ են։ Ի դեպ, դա անում են ոչ միայն ռուսները։ Մենք ինքներս ենք մեզ հետ դա անում։ Մեդիա տարածքում գտնվող մարդիկ, ովքեր օգտագործում են այդպիսի մեթոդներ, քլիքների, լսարանի ծածկույթի կամ թերթերի ու ամսագրերի վաճառքի համար, իմ կարծիքով, պետք է ամաչեն, որովհետև դա իսկապես վնասում է։ Երբ մենք խոսում ենք ժողովրդավարության պաշտպանության մասին, նման մեթոդները ոչ մի կերպ չեն օգնում դրան։ Ընդհակառակը, դրանք խարխլում են հաջորդ սերունդների ապագան, և ցավալի է դրան նայել։ Համաձայն եմ։ Երբ տեսնում ես ԶԼՄ-ների աղմկահարույց վերնագրերը, հասկանում ես, այո, դրանք գրավում են ուշադրությունը, հույզեր են առաջացնում, և դու բառացիորեն շրջանցում ես քննադատական մտածողությունը և զգում ես միայն այդ հույզը։ Եվ դու դադարում ես ընդհանրապես մտածել, ուղղակի համաձայնվում ես դրա հետ։ Իսկ եթե բնակչության մի մասն ընդունում է մի բան, իսկ մյուսը ուրիշ բան։ Այդպես է առաջանում պառակտում, այդպես են առաջանում սոցիալական անկարգություններ և այլն, և այլն։ Այսինքն ես լիովին համաձայն եմ, որ սա հսկայական վնաս է հասցնում։ Հիմա մենք դա տեսնում ենք մեր աչքերով նույնիսկ Միացյալ Նահանգներում, ցավոք թե ինչպես է հաջողվել բաժանել մարդկանց և գործնականում զրկել նրանց քննադատական մտածողությունից։ Սա կոչ է յուրաքանչյուրին իսկապես մտածել, հանգստություն պահպանել և ստուգել տեղեկատվությունը։ Հենց այդպես, խորը շունչ քաշեք, կենտրոնացեք։ Ես միշտ ասում եմ ընկերներին, մի ուղարկեք ամեն ինչ։ Հիմա դա այնքան հեշտ է, մեկ քլիք, և դու դա ուղարկեցիր մեծ թվով մարդկանց, բայց ստացվում է այսպես. ինչ-որ մեկը վերցնում է ապատեղեկատվությունը, տարածում այն, մարդիկ սկսում են դա միմյանց վերահասցեագրել և ասում. դե, սա պետք է որ ճիշտ լինի, չէ որ 10,000 մարդ դա նայել և մեկնաբանել է, բայց պետք է վերադառնալ սկզբին և հարցնել. որտեղ են ապացույցները, որտեղ են փաստերը, որտեղ է ստույգ հաստատումը, որ դա տեղի է ունեցել։ Այն չկա, բայց սուտը շարունակում է կրկնօրինակվել և պարտադրվել, քանի որ այն էմոցիոնալ է, ես դա հասկանում եմ։ Ես ինքս էլ եմ դա տեսնում։ Կարդում եմ և առաջին արձագանքն է. «Օ, ինչքան է ինձ զայրացնում սա», կամ «Ինչպես են նրանք համարձակվում», բայց երբ սկսում ես խորանալ, պարզվում է, որ դրա հետևում ոչինչ չկա։ Եվ կրկին կրթության հարցը։ Երբ ես մեծանում էի ԱՄՆ-ում, պատմության որոշակի ժամանակաշրջանները ներկայացվում էին
մի կերպով, բայց երբ ես մեկնեցի արտերկիր եւ սկսեցի ուսումնասիրել նույն հարցերը այդ երկրների բնակիչների տեսանկյունից, պատկերը բոլորովին այլ էր, քան դա դասավանդվում էր Միացյալ Նահանգներում։ Եվ իհարկե, պատճառ կար, թե ինչու ԱՄՆ-ում դա դասավանդվում էր հենց այդպես, քարոզչության ազդեցության պատճառով։ Դա արմատներով գնում է դեռևս 1800-ականները։ Ի դեպ, ռուսները միակը չեն, որ օգտագործում են քարոզչություն։ Այլ կայսրություններ նույնպես դա արել են բավականին արդյունավետ։ Եվ ես սկսեցի գիտակցել։ Ստացվում է, որ պատմական տեսանկյունից այս խնդիրը մարդկանց, ու մեզ համարում էի չար, բոլորովին այլ կերպ է երևում։ Ափսոս, որ ամերիկացիների մեծամասնությունը դա չի տեսնում։ Նրանց չեն պատմում պատմության մյուս կողմը, որովհետև այն հակասում է այն ամենին, ինչ առաջ էր մղվում։ Իսկ առաջ մղվածի մի մասը հիմնված էր ապատեղեկատվության վրա, որն օգտագործում էր մի կայսրությունը մյուսին թուլացնելու համար, որպեսզի ի վերջո դրա մի մասը զավթի։ Եվ սա արդեն շատ երկար է տևում։ Ապատեղեկատվությունը նոր հայտնագործություն չէ, այն գոյություն ունի աստվածաշնչյան ժամանակներից։ Դա ճիշտ է։ Եվ ևս մեկ կետ, որը դուք նշեցիք։ Պետք է տեսնել տարբերությունը կարծիքի և փաստերի միջև։ Այսինքն մենք չպետք է կուրորեն հավատանք։ Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան է պնդում, պետք է ստուգել դա փաստ է, թե պարզապես անձնական կարծիք։ Այո, յուրաքանչյուրն անկասկած իրավունք ունի կարծիքի և գնահատականների, բայց փնտրեք փաստերը։ Անցկացրեք ձեր սեփական փոքրիկ հետազոտությունը։ Ամերիկյան ԶԼՄ-ներում այժմ շատ են գնահատականները։ Սա իմ դժգոհություններից մեկն է մամուլի նկատմամբ։ Չափազանց շատ կարծիքներ կան և չափազանց քիչ որակյալ ռեպորտաժային աշխատանք, փաստերի օբյեկտիվ ներկայացում։ Ի դեպ, ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը հենց այսօր կարող է օգնել այս հարցում։ Օրինակ, մեր փոդքասթում մենք ամենօրյա գործառնական ակնարկ ենք անում, հիմնված արհեստական բանականությունից ստացված տվյալների վրա։ Այնտեղ ընդհանրապես գնահատականներ չկան, միայն փաստեր։ Այսինչ երկրի լուրերը, այսինչ տարածաշրջանի լուրերը։ Երբ ես և գործընկերս ստեղծում էինք փոդքասթը, մենք քննարկում էինք, արժե արդյոք ավելացնել վերլուծությունը։ Եվ որոշեցինք, որ ոչ, վերլուծությունները և այնպես շատ են։ Թող մարդիկ տեսնեն փաստերը և իրենք գան եզրակացությունների, դա կօգնի զարգացնել քննադատական մտածողությունը։ Հիանալի է։ Սա հենց այն է, ինչ այսօր այդքան պակասում է մեր հասարակությանը։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ ևս մեկ թեմայի ռուսական ապատեղեկատվության ավելի քիչ ակնհայտ, բայց պոտենցիալ շատ վտանգավոր ոլորտներից մեկին՝ քաղաքացիական ինստիտուտների օգտագործմանը։ Օրինակ, ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի պաշտոնական զեկույցներում նշվում էր, որ Ռուսաստանն օգտագործում է այսպես կոչված հակակուլտային ցանցերը։ Դրանք ռուսական ՌԱՑԻ-րս, Ռուսաստանի կրոնների և աղանդների կամ պաշտամունքների ուսումնասիրման կենտրոնների ասոցիացիա, կազմակերպության հետ կապված կառույցներն են, Ալեքսանդր Դվորկինի ղեկավարությամբ, ինչպես նաև FAKERS եվրոպական կազմակերպությունը։ Դրանք օգտագործվում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում անցանկալի խմբերը խարանելու համար։ Իսկ մեր վերլուծական կենտրոնին բաց աղբյուրների վրա հիմնված հետազոտությունները նաև ցույց են տվել, որ հասարակությունը աղանդներից կամ պաշտամունքներից պաշտպանելու պատրվակով որոշակի հակակուլտային ցանցեր ակտիվորեն առաջ են մղում կրեմլյան նարատիվները, որոնք որպես դիվային են ներկայացնում Ուկրաինան և փորձում են լեգիտիմացնել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ապասատանիզացիայի հռետորաբանությամբ։ Այդ կապակցությամբ ես ուզում եմ հարցնել ձեր կարծիքը որպես փորձագետ։ Կարող են տարբեր երկրներում նման կեղծ կրոնագետների կամ հակակուլտայինների համայնքները փաստացի մենաշնորհվել Ռուսաստանի կողմից և օգտագործվել որպես քող արտերկրում ԱԴԾ գործունեության համար։ Այո, իհարկե։ Նախ և առաջ, երբ մարդը լսում է հակակուլտային կամ հակաաղանդավորական բառը, նա մտածում է, ինչպես կարող է դա վատ բան լինել։ Պաշտամունքները, աղանդները վատ են, ուրեմն հակակուլտայինները լավն են։ Լեզվի շատ խորամանկ օգտագործում է։ Պատմականորեն ԽՍՀՄ վարպետորեն օգտագործում էր կեղծ, հովանավորային կազմակերպություններ։ Նրանք դա անում էին Սառը պատերազմի ժամանակ։ Հակամիջուկային շարժում, Համաշխարհային խաղաղության ֆեդերացիա կամ աշխատավորները հանուն խաղաղության միջազգային շարժում։
Խաղաղությունը լավ բան է, այնպես չէ, բայց եթե խորանաք եւ նայեք, թե որտեղից էր ֆինանսավորումը, ով էր առաջադրում խնդիրները եւ ուղղորդում գործունեությունը, այնտեղ միշտ կար որոշակի օրակարգ, ընդ որում այդ կազմակերպությունների մեջ ներգրավված մարդիկ իրենք վատը չէին։ Նրանք անկեղծորեն ուզում էին բարիք գործել, բայց նրանք չէին գիտակցում, որ իրենց մանիպուլացնում են եւ պարզապես օգտագործում։ Ես ցանկացած վերլուծական կենտրոնի կամ քաղաքացիական հասարակության կազմակերպության խորհուրդ կտայի։ Եթե ձեզ դիմում են ինչ-որ նարատիվով կամ համագործակցության առաջարկով, զգոն եղեք, այսօր ամեն ինչ պետք է լավ ստուգել։ Համոզվեք, որ աշխատում եք օրինական կազմակերպության հետ։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային դեմոնիզացնելու փորձերին, ինչպես դուք ասացիք, նրանք ուկրաինացիներին անվանում են սատանիստներ։ Սատանիստներ, այո, այստեղից էլ ապասատանիզացիա։ Ապասատանիզացիա, այո, այդ դեպքում պետք է հարցնել, որտեղ են ապացույցները, որ սատանիզացիա գոյություն ունի, որքանով է այս երևույթը տարածված ուկրաինական հասարակությունում համեմատած մյուսների հետ։ Ես վստահ եմ, որ Ուկրաինայում կան ինչ-որ, ինչպես նրանց անվանում են, սատանիստներ, ինչպես ցանկացած այլ երկրում, բայց ես կասկածում եմ, որ դա չնչին քանակություն է։ Եվ եթե ես նստած եմ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի վերլուծական կենտրոնում, եւ ինչ-որ մեկը գալիս է ասում, մենք պետք է Ուկրաինայի ապասատանիզացիան իրականացնենք, ես կպատասխանեի. լավ, տվեք ինձ թվերը, եկեք նայենք փաստերին եւ հետո կորոշեմ, արդյոք մենք կաջակցենք ձեր նախաձեռնությանը։ Եվ ի դեպ, եթե ուշադիր նայեք, կարող եք հայտնաբերել։ Ընդհանրապես, Ռուսաստանում սա ավելի շատ է, քան Ուկրաինայում։ Միգուցե մենք պետք է կենտրոնանանք Ռուսաստանի ապասատանիզացիայի վրա, որովհետև ով է իրեն այդպես պահում, ով է ռմբակոծում բնակելի շենքերը, ով է ռմբակոծում դպրոցները, ով է հարձակվում մեկ այլ երկրի վրա եւ բացահայտ հայտարարում, որ այդ երկիրը գոյություն չունի։ Դա, իմ կարծիքով, հենց սատանայական վարքագիծ է, երբ դուք հայտարարում եք, որ իրավունք ունեք ոչնչացնել մեկ այլ ժողովրդի, բայց հենց դա էին անում նացիստները։ Եվ հենց դա է տեղի ունենում այսօր Ռուսաստանում։ Ի դեպ, նույնը իրանական ռեժիմը փորձում էր անել իր հարևանների հետ։ Ինձ համար դա է սատանայական վարքագիծը։ Այո։ Թե պաշտամունքների, թե աղանդների մասին այս նարատիվներով, որոնք նրանք ստեղծել են մի տեսակ կեղծ կրոնագիտություն, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես դա նկարագրեմ, բայց Ռուսաստանի ներսում նրանք դա լեգիտիմացրել են։ Այս առաջադրանքի համար նրանք ստեղծել են բազմաթիվ կազմակերպություններ։ Ավելի քան 20 տարի առաջ սկսեցին առաջ մղվել գաղափարներ, օգտագործելով հենց այդ եզրույթը, որ Ուկրաինայի ամբողջ կառավարությունն ու քաղաքական գործիչները աղանդավորներ են։ Իսկ հետո նույնիսկ, որ ամբողջ Ուկրաինան վերածվել է ինչ-որ պաշտամունքի եւ այլն։ Մի կողմից հասկանում ես։ Սա հնչում է որպես ցնորք։ Ուզում ես ուղղակի ձեռքով անել։ Բայց 20 տարի անց տեսնում ես, թե ինչպես են այդ կազմակերպությունների ղեկավարներն այժմ սերտորեն համագործակցում ռուս ուղղափառ եկեղեցու հիերարխների հետ, որոնք օրհնում են ուկրաինացիներին սպանող հրթիռները։ Զուգահեռաբար նրանք առաջ են մղում նաև այլ պատմություններ, որոնք մենք քննարկել ենք կուլիսներում, որ ուկրաինացիները նացիստներ են եւ այդ ամենը։ Եվ պարզ է դառնում, որ սա երկարաժամկետ գործողություն էր, որը նախատեսված էր տարիների համար, որպեսզի աստիճանաբար ներթափանցի մարդկանց գիտակցություն։ Այո։ Գաղափարներ, որ ամբողջ արևմուտքը աղանդ է, եւ Ուկրաինան ենթարկվում է ամբողջ արևմուտքի այս աղանդավորական ազդեցությանը եւ այլն ուրեմն։ Բայց այո, շատ շնորհակալ եմ ձեր պատասխանի համար։ Իմ հարցը հետևյալն է. ինչպես եք կարծում, արդյոք ժողովրդավարական կառավարությունները պետք է վերանայեն աղանդների եւ պաշտամունքների փորձագետների նկատմամբ վերաբերմունքը եւ նրանց ավելի շուտ դիտարկեն որպես արտասահմանյան ազդեցության պոտենցիալ գործակալներ, եթե մենք նրանց պատմությունները տեսնում ենք տարբեր երկրներում արդեն հիմա։ Ոչ։ Ես կասեի հետևյալը. Եթե արևմտյան կառավարությունը այն, ինչն անվանում են արևմուտք, տեսնում է, որ կազմակերպությունը ֆինանսավորում է ստանում մեկ այլ օտարերկրյա պետությունից կամ ստանում է դրանից կոնկրետ առաջադրանքներ եւ հրահանգներ,
ապա նրանց կարելի է դիտարկել որպես օտարերկրյա գործակալներ։ Եթե նրանք պարզապես առաջ են մղում տեղեկատվություն, որը դուր չի գալիս կառավարությանը, ես չեմ կարծում, որ նրանց պետք է վերաբերվել որպես օտարերկրյա գործակալների, որովհետև այդ դեպքում դա արդեն գրաքննություն է ստացվում։ Իսկ իմ կարծիքով դա այն չէ, ինչ մենք ուզում ենք։ Ես անձամբ դա չեմ ուզում։ Հակառակ դեպքում մենք կհայտնվենք նույն վիճակում, ինչ այսօրվա Ռուսաստանն է։ Այստեղ պետք է շատ զգույշ լինել։ Վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ում սա շատ ցավոտ հարց էր։ Ոմանք կարծում էին, որ պետությունը սկսում է զբաղվել գրաքննությամբ, ճնշելով ընդդիմադիր կամ այլակարծիք հայացքները։ Սա անառողջ է։ Սա միայն ավելի շատ անվստահություն է ծնում և տանում է բևեռացման։ Եթե դուք, ինչպես մենք արդեն ասել ենք, ունեք հաստատուն ապացույցներ, որ խումբը ֆինանսավորվում է Մոսկվայի, Թեհրանի, Պեկինի կամ որևէ այլ երկրի կողմից, ապա կարելի է ասել. լավ, դուք պետք է գրանցվեք որպես օտարերկրյա գործակալ։ Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր Ռուսաստանում, երբ որևէ մեկին, ով հանդես է գալիս Պուտինի ռեժիմի դեմ, անվանում են օտարերկրյա գործակալ, դա ծայրահեղություն է։ Դա վտանգավոր է, բայց եթե դուք գումար եք վերցնում Կրեմլից նրա օրակարգն առաջ մղելու համար, ապա դուք, թերևս, էլ հենց օտարերկրյա գործակալ եք։ Այո, համաձայն եմ։ Մենք պետք է պաշտպանենք խոսքի ազատությունը և հասկանանք գրաքննության վտանգը։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք ռուսական գործողությունները, ապատեղեկատվական այս հարձակումները։ Ես կիսում եմ ձեր տեսակետը։ Կարծում եմ, սա գլխավոր հարցն է մեզ բոլորիս համար։ Ինչպես պայքարել ապատեղեկատվության դեմ և միաժամանակ չընկնել գրաքննության մեջ և չնմանվել այն ամենին, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում։ Երբ ես քննարկում եմ այս թեմաները, ինձ հաճախ հարցնում են. ինչպես ընդհանրապես գլուխ հանել սրանից։ Գիտեք, 80-ականների վերջին Ռեյգանի վարչակազմը ԱՄՆ կառավարության ներսում ստեղծեց մի շատ արդյունավետ համակարգ։ Այն թույլ էր տալիս բացահայտել Կրեմլի կողմից առաջ մղվող կոնկրետ պատմությունները և հրապարակել հակափաստեր, մի տեսակ հակաապատեղեկատվություն։ Կարծում եմ, դա շատ արդյունավետ էր։ Հսկայական փորձ էր կուտակվել։ Ցավոք, Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ կառավարությունը թույլ տվեց, որ այդ փորձը չեղյալ համարվի, և այդ փորձը այդպես էլ չվերականգնվեց։ Իմ կարծիքով, եթե խոսենք Ուկրաինայի մասին, օգտակար կլիներ մի տեսակ գրանցամատյան վարել այն թեմաների հանար, որոնք Կրեմլն է առաջ մղում Ուկրաինայի ապակայունացման համար, ի դեպ, դեռևս 1991 թվականից, Ուկրաինայի անկախություն ձեռք բերելու պահից։ Որոնք են այդ թեմաները։ Նախ, այն թեզը, որ բոլոր ուկրաինացիները նացիստներ և ֆաշիստներ են։ Մենք գիտենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ ուկրաինացիներ անցան մյուս կողմ և դաշինք կնքեցին գերմանացիների հետ։ Սա փաստ է։ Ինչու՞։ Որովհետև նրանք Գերմանիայում տեսնում էին Ստալինին և խորհրդային իշխանությանը այլընտրանք, որն ինքնին որքան հնարավոր է ֆաշիստական էր։ Դա կառավարման սարսափելի ձև էր, ինքնավարություն, ճնշում։ Այսինքն, այս պատմությունն ունի որոշակի պատմական հենք։ Այո, կային ոստիկաններ, այո, ուկրաինական պատմության որոշ դեմքեր խարանվում են որպես ֆաշիստներ, չնայած գուցե նրանք ֆաշիստներ չեն եղել։ Հնարավոր է, նրանք կռվել են իրենց երկրի ազատության համար, բայց ռուսները դա խեղաթյուրում են։ Այնպես որ, ֆաշիզմը մի թեմա է։ Մյուս պատմությունները, որոնք ես նկատել եմ, հակակրոնականությունն է և քրիստոնեության նկատմամբ թշնամանքը։ Սա ուղղված է ԱՄՆ-ի քրիստոնեական համայնքի սրտին, որն այստեղ լուրջ քաղաքական կշիռ ունի։ Եվս մեկ թեմա կար, թե Ուկրաինան զենքի մաքսանենգության օջախ է, վտանգ Եվրոպայի համար, որ դրա միջով անցնում է թմրանյութերի տրաֆիկը և ահաբեկչությունը, իսկ կառավարությունը իբր թաքցնում է ահաբեկիչներին։ Այս ամենը չափազանցված է։ Կամ ահա ևս մեկ տարածված սյուժե։ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային մատակարարված զենքը իբր հայտնվում է Մեքսիկայում, թմրակարտելների մոտ։ Ասում են, թե այն վաճառում են կոռումպացված ուկրաինացիները։ Կամ որ նախագահ Զելենսկին իբր կոկային է օգտագործում զբոսանավի վրա և իրականում Կիևում չէ։ Այս թեմաները անընդհատ նետվում են եթեր։ Դրանք հարվածում են էմոցիաներին և մարդիկ արձագանքում են։ Ես մինչ օրս ամերիկացիներից լսում եմ. ինչու են ուկրաինացիները վաճառում այն բոլոր զենքերը, որ մենք տալիս ենք նրանց։ Ոչ, չեն վաճառում այն։
Հնարավոր է մարտի դաշտում որոշ միավորների նկատմամբ վերահսկողությունը կորել է, ինչը պատահում է ցանկացած պատերազմում։ Հնարավոր է ինչ-որ բան ընկել է սխալ ձեռքեր, բայց դա չի նշանակում, որ զենքի վաճառքը Ուկրաինայի քաղաքականությունն է կամ որ այդ ոլորտում ծաղկում է զանգվածային կոռուպցիա։ Արդյոք Ուկրաինայում կոռուպցիայի խնդիր կա։ Անկասկած։ Բայց եթե համեմատենք Ուկրաինայի եւ Ռուսաստանի կոռուպցիան, դա երկինք ու երկիր է։ Նախ Ռուսաստանում դրա մասշտաբները պարզապես արտասովոր են, դա որևէ ըմբռնումից դուրս է։ Երկրորդ, Ուկրաինայում քաղաքացիական հասարակությունը ի վիճակի է դիմակայել դրան։ Մենք դա տեսանք անցյալ ամռանը, երբ մարդիկ դուրս եկան փողոցներ, բողոքելու պետական հակակոռուպցիոն մարմինների աշխատանքը արգելափակելու փորձերի դեմ։ Հետագայում մենք տեսանք, թե ինչպես բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաները կորցրին իրենց պաշտոնները կոռուպցիոն սխեմաներին մասնակցելու պատճառով։ Սա նշանակում է, որ կան հետևանքներ։ Նույնը Միացյալ Նահանգներում կա արդյոք մեզ մոտ կոռուպցիա։ Այո, բայց մարդիկ գիտեն։ Եթե դու ներգրավվես նման սխեմայի մեջ, հետևանքները չափազանց լուրջ կլինեն։ Որոշ երկրներում հետևանքներ ընդհանրապես չկան, իսկ որտեղ որ կոռուպցիան նույնիսկ խրախուսվում է։ Ուկրաինայում ես այլ պատկեր եմ տեսնում։ Արդյոք կա կոռուպցիայի խնդիր։ Իհարկե, նշանակում է արդյոք դա, որ բոլորը կոռումպացված են։ Ոչ։ Նշանակում է արդյոք դա, որ ամբողջ հասարակությունը կոռումպացված է։ Ոչ։ Եվ նշանակում է արդյոք դա, որ ուկրաինացիների հետ չի կարելի գործ ունենալ եւ նրանց պետք չէ օգնել կոռուպցիայի պատճառով։ Իմ կարծիքով, ճիշտ հակառակը։ Մենք պետք է օգնենք Ուկրաինային առաջ շարժվել։ Եվ ի դեպ, սա իմ կոչն է ամբողջ ամերիկյան բիզնեսին։ Կոռուպցիայի սպառնալիքի դեմ պայքարի լավագույն միջոցը ամերիկյան ընկերությունների մասնակցությունն է Ուկրաինայի կյանքին, նրանց ներդրումները եւ ուկրաինացիների հետ ուս-ուսի տված աշխատանքը։ Հենց այդպես, այլ ոչ թե ուկրաինացիների վրա հարձակումների եւ միաժամանակ Ռուսաստանի հետ դաշինքի միջոցով, որն ամենակոռումպացված երկիրն է, որ կարելի է պատկերացնել։ Ներեցեք, բայց դա այդպես է։ Եթե խոսենք այս ինֆորմացիոն պատերազմի մասին, լայնամասշտաբ ներխուժման վաղ փուլերում Ուկրաինային հաջողվեց ձեռք բերել վճռական առավելություն միջազգային ռազմավարական հաղորդակցությունների համար մղվող մարտում։ Սակայն այժմ վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանն անցել է ինֆորմացիոն հյուծման ռազմավարության։ Նրանք համակարգված կերպով ապատեղեկատվությամբ են հագեցնում տեղեկատվական տարածքը, միջազգային լսարանի մոտ հոգնածություն հրահրելով։ Հենց սա է, ինչի մասին մենք խոսում ենք։ Հիմնվելով ռուսական այս գործողություններին հակազդելու ձեր հսկայական փորձի վրա, ինչպես կգնահատեք ուժերի ներկայիս հավասարակշռությունն այս պատերազմի ինֆորմացիոն հարթությունում։ Եվ ձեր կարծիքով, կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն Ուկրաինան եւ նրա արևմտյան դաշնակիցները միջազգային ասպարեզում, ոչնչացնելու ռուսական ապատեղեկատվական էկոհամակարգերը եւ ճեղքելու դրանք սնուցող ինֆորմացիոն փուչիկները։ Կրկին ընդգծեմ։ Ռուսներն ուզում են, որ Արևմուտքը հենց այդպես մտածի։ Դեռ 2023 թվականին ես հոդված գրեցի, որ Ուկրաինայի համար պատերազմն ավելի շատ ինֆորմացիոն տարածքում է մղվում, հատկապես ԱՄՆ-ում, քան մարտի դաշտերում հենց Ուկրաինայում։ Ուկրաինայի ճակատագիրը ոչ միայն ուկրաինացի ժողովրդի ձեռքում է, այլ նաև Արևմուտքի բնակիչների, որոնց վրա Կրեմլն իր նարատիվն է թափում։ Դուք հոգնել եք, դուք չեք կարող մեզ դիմակայել։ Ռուսներն ունեն տառապելու անհավանական կարողություն։ Իսկ դուք ուղղակի ուզում եք վերադառնալ ձեր հարմարավետ կյանքին։ Դուք երեսառած եք, ձեզ պետք չէ այս պատերազմը, եւ դուք իզուր եք ծախսվում ուկրաինացիներին օգնելու վրա։ Իմ կարծիքն այս է, մենք պետք է հիշենք, որ նույնպես կարող ենք լինել շատ կոշտ եւ դիմացկուն։ Եվ ի դեպ, երբ խոսքը վերաբերում է այստեղ տիրող հոգնածությանը, թե սա մեզ հյուծել է։ Գնացեք Ուկրաինա եւ տեսեք, թե ուկրաինացիներն ինչի հետ են գործ ունենում։ Ես փետրվարին այնտեղ էի։ Փողոցում -30 աստիճան էր, մարդիկ ջեռուցում չունեին։ Ես հանդիպեցի մի կնոջ, մոտ 60 տարեկան, նա խավարի մեջ, լապտերով, ոտքով իջնում էր 14-րդ հարկից, ինչ-որ բան գնելու, հետո ոտքով բարձրանում էր վերև, որովհետև վերելակները չէին աշխատում, եւ նա ժպտում էր։ Այսպիսով, եթե ուկրաինացիները չեն հոգնել, ուրեմն մենք էլ հոգնելու իրավունք չունենք։ Ինֆորմացիոն տարածքում մենք պետք է լինենք ավելի դիմացկուն։ Ինչպես արդեն ասացի, ավելի շատ ուսումնասիրել, կարգապահ լինել, փաստերը ստուգել, եւ եթե նայենք ընդհանուր պատկերին, իսկապես Ռուսաստանն է հաղթում այս պատերազմում, իսկապես նա այդքան անխոցելի է։ Նայեք պատմությանը, այն գաղափարը, թե Ռուսաստանը կարող է բոլորից երկար դիմանալ, մոլորություն է։
Ռուսները պարտվեցին ճապոնացիներին ռուս-ճապոնական պատերազմում, որից հետո բախվեցին լուրջ ներքին խնդիրների։ Առաջին համաշխարհային պատերազմում երկիրը, կայսրությունը, փլուզվեց անկենսունակ համակարգի և ձախողված քաղաքականության ծանրության տակ։ Խորհրդային Միությունը փլուզվեց ներքին կառավարման և տնտեսության համակարգային սխալների պատճառով։ Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, երբ Ռուսաստանը բախվել է խորը ներքին ճգնաժամերի։ Ռուսների համբերությունն իշխանությունների չարաշահումների նկատմամբ ունի իր սահմանը, որից հետո նրանք դուրս են գալիս փողոցներ։ Մենք Արևմուտքում չենք բախվում անգամ այն տառապանքների մի փոքր մասին, որ իրենց իսկ ռեժիմը թափել է ռուսների վրա։ Ես անձամբ շատ ռուսների գիտեմ և հավատում եմ, որ մի պահ նրանք պարզապես կասեն. արդեն բավական է, սա անհեթեթություն է։ Ինչ է նրանց տալիս Պուտինը։ Երբ նա իշխանության եկավ 90-ականների վերջին 2000-ականների սկզբին, խոստացավ վերադարձնել նրանց արժանապատվությունը, վերականգնել տնտեսությունը և Ռուսաստանի նախկին տեղը աշխարհում։ Իսկ ինչ են ստանում հիմա։ Հանցավորության աճ, քաոս, սոցիալական անկայունություն, դեֆիցիտ, գործազրկություն և ժողովրդագրական խնդիրներ։ Արդյոք ռուսներին ավելի են հարգում աշխարհում, քան 10 կամ 20 տարի առաջ։ Ոչ։ Ավելին, ես գիտեմ շատ ռուսների արտերկրում, որոնց համար ամոթ է խոստովանելը, որ իրենք ռուս են։ Եվ դա արել է Պուտինը։ Ահա նրա իսկական ժառանգությունը։ Ահա թե ինչպիսի Ռուսաստան կհիշեն։ Ես հիմա ուզում եմ հարցնել բոլոր ռուսներին, ովքեր լսում են այս փոդքասթը. դուք իսկապես ուզում եք, որ պատմությունը ձեզ հենց այդպես հիշի։ Որպես սերունդ, որն իր բռնապետի էգոյի պատճառով, ով պատկերացրել էր, թե կարող է իր կամքը պարտադրել հարևաններին, ջուրը գցեց նորմալ երկր ունենալու հույսը։ Որպես սերունդ, որը կարծում էր, թե պետք է ապրի նրա հրամանով կամ ընդհանրապես չապրի։ Իմ կարծիքով, սա խելագարություն է։ Դա ճիշտ է։ Դուք արդեն անդրադարձել եք այս թեմային, բայց գուցե ավելացնելու բան ունեք։ Որքանով է կարևոր Ուկրաինայի եւ արևմտյան գործընկերների համար ոչ միայն պայքարել ապատեղեկատվության դեմ, այլև անցնել ակտիվ ռազմավարական հաղորդակցությունների եւ հականարատիվների, այսինքն զբաղեցնել ակտիվ դիրքորոշում։ Գուցե կցանկանայիք ինչ-որ բան հավելել։ Դուք կարդում եք իմ մտքերը։ Տեսնում եք, խնդիրներից մեկն այն է, որ վերջին 20 տարիների ընթացքում մենք թույլ ենք տվել Կրեմլին ինքնուրույն ընտրել, թե ուր հարվածներ հասցնի։ Նրանք անցան ագրեսիվ հարձակման, հատկապես 2012-13 թվականներից հետո, գուցե ավելի վաղ, դեռ 2000-ականների սկզբին։ Մենք կրկին ու կրկին խաղում էինք պաշտպանությունում։ Իսկ Ռոնալդ Ռեյգանը, երբ դարձավ նախագահ, անցավ հարձակման, այդ թվում ինֆորմացիոն ոլորտում։ Նա վարպետորեն շփվում էր մարդկանց հետ։ Նրա ուղերձը հետևյալն էր. մենք խորհրդային ժողովրդի թշնամին չենք։ Ես ձեզ թշնամի չեմ։ Ամերիկացիները ձեր թշնամիները չեն։ Ձեր թշնամին ձեր սեփական կոմկուսն է։ Մենք ուզում ենք բարի հարաբերություններ, եւ մենք չենք, որ խնդիրներ ենք ստեղծում դրանցում։ Եվ ես անընդհատ նույն բանն եմ ասում։ Ռուսները պետք է մտածեն։ Պաշտոնը ստանձնելուց հետո վերջին 1 տարվա ընթացքում քանի անգամ է նախագահ Թրամփն առիթ տվել Պուտինին դադարեցնելու այս պատերազմը։ Նա նրան գործարքներ է առաջարկել, որոնց համար, անկեղծ ասած, Թրամփին շատերը քննադատել են, բայց որոնք թույլ կտային ռուսներին դուրս գալ իրավիճակից, պահպանելով արժանապատվությունը։ Ուկրաինացիներին դա դուր չի գալիս, եւ ես հասկանում եմ նրանց։ Բայց Թրամփը փորձում էր փոխզիջում գտնել։ Սակայն նախագահ Պուտինը կրկին ու կրկին պատասխանում է ոչ, եւ արդյունքում տուժում է ռուս ժողովուրդը։ Անձամբ ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի ակտիվ գործենք, առաջ անցնելով իրադարձություններից։ Մենք պետք է հասցնենք սա, պետք է գործենք փաստերով, պետք է ուղղակի հարցնենք ռուս ժողովրդին։ Նայեք, թե ինչ է կատարվում ձեր շուրջը, ինչ է կատարվում ձեր երկրում, ինչ է ձեզ տալիս պատերազմն Ուկրաինայում։ Այն ձեզ որևէ օգուտ բերում է։ Ում է դա ձեռնտու։ Գուցե ռազմաարդյունաբերական համալիրի մարդկանց փոքր տոկոսին, իսկ մնացածին։ Արդյոք ռուսների մեծամասնությունը դրանից շահում է։ Ոչ։ Արդյոք դա ամրացնում է Ռուսաստանի արժանապատվությունն ու հզորությունը։ Նույնպես ոչ։ Ձեր դաշնակիցները մեկը մյուսի հետևից փլուզվում են։ Դուք չկարողացաք օգնել ոչ Սիրիային, ոչ Վենեսուելային։ Նայեք, թե ինչ է հիմա կատարվում Իրանում։ Շատ երկրներ, որոնք նախկինում տատանվում էին, այժմ երես են թեքում ձեզանից, տեսնելով ձեր վարքը։ Եվ ինչի համար է այս ամենը։ Ճիշտ է, վստահ չեմ, որ այս ուղերձը հասցեատիրոջն է հասնում լիարժեք։ Ոմանք զբաղեցրել են պարտվողական դիրքորոշում, թե Ռուսաստանի ներսում անհնար է ինֆորմացիա տարածել։ Ես սրան չեմ հավատում։
Սառը պատերազմի ժամանակ, երբ KGB-ն իր հզորության գագաթնակետին էր, մենք այնուամենայնիվ կարողանում էինք տեղեկատվություն հասցնել ԽՍՀՄ բնակիչներին։ Կարծում եմ, կարող ենք նաև այսօր։ Միայն թե սա չպետք է լինի ապատեղեկատվություն։ Չի կարելի սա անել, որովհետև ռուսներն այնպես էլ համոզված են, թե մենք կեղծիքներ ենք տարածում։ Ոչ, մենք պետք է փաստերով հերքենք նրանց սուտը։ Հիանալի ծրագիր է։ Ինչ պատրիարք է սա, որը խրախուսում է պատերազմը եւ բացահայտ օրհնում խաղաղ բնակիչներին սպանող հրթիռները։ Գիտեք, ես շատ ռուսների եմ ճանաչում եւ չեմ կարծում, թե նրանք իրականում սա ճիշտ են համարում։ Հավատում եմ, որ ռուսների մեծամասնությունը պարզապես կցանկանար ապրել իրենց կյանքով, ճիշտ այնպես, ինչպես ուկրաինացիները։ Նրանց ներքաշել են սրա մեջ, նրանց որդիներին զանգվածաբար ուղարկում են մահվան։ Ինչի համար։ Ահա այս ուղերձը պետք է հասցնել Ռուսաստանի ժողովրդին։ Եվ ևս մեկ կետ, որի մասին մենք, Արևմուտքում, պետք է մտածենք։ Եթե պատերազմն ավարտվի եւ եթե Ռուսաստանը սկսի իրեն adekvat պահել, ինչպես ենք մենք խրախուսելու այդ պահվածքը։ Որովհետև վերջին 10-15 տարիներին խոսքը միայն պատիժների մասին է։ Բայց գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպիսին կլինի լավ պահվածքի պարգևը։ Ուկրաինայից եւ Վրաստանից զորքերի դուրսբերման, ապատեղեկատվության եւ կիբերարձակումների դադարեցման դեպքում։ Եթե դա տեղի ունենա, ապա ինչպես ցույց տանք, որ սա լավ նշան է։ Ինչպես դրական փոխգործակցություն հաստատենք, որպեսզի դա ձեռնտու լինի Ռուսաստանի ժողովրդին։ Գիտեմ, որ ուկրաինացիները լսելով սա կարող են բարկանալ ինձ վրա, եւ դա հասկանալի է, հույզերը գերլարված են։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես խրախուսել այն ռուսներին, ովքեր ցանկանում են իրենց լավ պահել, ցանկանում են դեպի լավը փոփոխություններ, որպեսզի նրանք չզգան, թե ամբողջ աշխարհն անձամբ իրենց դեմ է զինված։ Հենց այդպես էլ վարվում էր Ռոնալդ Ռեյգանը, եւ դա շատ արդյունավետ էր։ 80-ականներին ես սովորում էի Մոսկվայում, դա սառը պատերազմի գագաթնակետն էր։ Բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր խորհրդային մարդ, ում ես հանդիպում էի, հարգում էր Ռեյգանին, եւ դրա պատճառը կար։ Այո, դա այդպես է։ Ռոնալդ Ռեյգանը մարդ էր, ում հարգում էին ամբողջ աշխարհում, նույնիսկ Խորհրդային Միությունում։ Եվ այո, նա իսկապես հսկայական աշխատանք կատարեց։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ես մեծ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս շուտ դադարեցնել այս արյունահեղ պատերազմը եւ դրա հետ կապված բոլոր գործողությունները։ Եթե նայենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ներկա փուլի հորիզոնից այն կողմ։ Դուք երկար տարիներ աշխատել եք Արևելյան Եվրոպայի եւ Եվրասիայի անվտանգության խնդիրների վրա։ Ինչպիսի ճարտարապետություն եք տեսնում հետպատերազմյան Ուկրաինայի ժողովրդավարական դիմացկունության եւ անվտանգության համար։ Կարծում եմ, պետք է ռեալիստներ լինենք։ Ցանկացած կայուն ժողովրդավարություն հիմնվում է տնտեսական զարգացման հիմքի վրա։ Ուստի Ուկրաինայի կայուն Ուկրաինայի ապագան առաջին հերթին տնտեսական աճն է եւ նրա քաղաքացիների բարեկեցությունը։ Իսկ դա կպահանջի հսկայական ներդրումներ, օգնություն եւ փորձագիտական ուղեկցում։ Եթե հիշենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածը, ԱՄՆ-ն առանցքային դեր խաղաց Արևմտյան Եվրոպայի վերականգնման գործում, Մարշալի պլանի եւ այլ ծրագրերի շնորհիվ։ Կարծում եմ, նման բան կպահանջվի նաև հիմա։ Եվ դա վերաբերում է ոչ միայն ԱՄՆ-ին, քանի որ սա մեր բոլոր դաշնակիցների շահերից է բխում, ներառյալ Պարսից ծոցի երկրներում մեր գործընկերներին, որոնք ունեն բազմաթիվ ռեսուրսներ եւ փողեր։ Եվ իհարկե, մեր եվրոպացի գործընկերները։ Սա առաջինը։ Երկրորդ, պետք է հիշել, որ օգնություն պետք է ոչ միայն Ուկրաինային։ Կրկին, ես հասկանում եմ, որ ուկրաինացի ունկնդիրներին սա այնքան էլ դուր չի գա, բայց կան նաև այլ երկրներ, որոնք աջակցության կարիք ունեն։ Օրինակ, Սիրիան, որն անցել է սարսափելի քաղաքացիական պատերազմի եւ մեկ ընտանիքի բռնապետության տասնամյակների միջով։ Սիրիային զարգացում է հարկավոր, եթե մենք ուզում ենք այնտեղ տեսնել որևէ կայունություն։ Հուսով եմ, որ իրանական ռեժիմին վերջ կգա եւ Իրանի ժողովուրդը կվերադարձնի իր երկիրը։ Բայց այնտեղ ավերածությունների մասշտաբն այժմ հսկայական է եւ դա կպահանջի հսկայական ջանքեր։
Կպահանջվեն զգալի ներդրումներ եւ մեծ վերականգնում։ Շատ երկրներ կան, նույն Վենեսուելան եւ, իհարկե, Ուկրաինան։ Ուստի պետք է ռազմավարական մտածենք։ Այստեղ, ԱՄՆ-ում եւ ընդհանրապես Արևմուտքում պետք է պլանավորել ոչ միայն այն, թե ինչ կլինի մինչեւ ամառ կամ միջանկյալ ընտրությունները, այլ նաեւ այն, թե ինչ ենք անելու 5 տարի անց։ Ինչպես ենք մենք գլուխ հանելու այս ամենից։ Ինչպես մենք եւ մեր գործընկերները, քանի որ մենք անպայման պետք է գործենք համատեղ մեր գործընկերների հետ, կապահովենք բարեկեցություն։ Ընդ որում, մենք պետք է որոշակի պայմաններ առաջադրենք նրանց, ում օգնում ենք, ինչպես արեցինք Երկրորդ համաշխարհայինից հետո։ Մենք օգնեցինք վերականգնել Գերմանիան, բայց ունեինք հստակ ակնկալիքներ նրանց կառավարման ձևի վերաբերյալ։ Մենք վերականգնում էինք Ճապոնիան, բայց որոշակի պայմաններով։ Մենք չէինք կարող թույլ տալ բռնապետության կամ միլիտարիզմի վերադարձը, ինչպես որ անցյալում էր։ Եվ վերադառնալով Ուկրաինային, ուկրաինացիները պետք է հասկանան մի կարևոր բան։ Որպես ամերիկացի ես ամենաշատը հպարտ եմ նրանով, որ մենք ժամանակին օգնեցինք տարբեր երկրների ոտքի կանգնել, իսկ հետո ամբողջությամբ նրանց փոխանցեցինք կառավարումը։ Ես չգիտեմ ոչ մի այլ կայսրություն կամ երկիր, որը նույն կերպ վարվեր։ Մենք վերականգնեցինք Գերմանիան եւ այսօր այն մեր խոշորագույն տնտեսական մրցակիցներից մեկն է։ Ժամանակին մենք օգնեցինք վերականգնել Ճապոնիան։ Երբ ես ավելի երիտասարդ էի, 70-ականներին Ճապոնիան ընկալվում էր որպես ԱՄՆ-ի լուրջ տնտեսական սպառնալիք։ Նրանք մեր ավտոմոբիլային արդյունաբերությունից շուկան խլեցին, որովհետև սովորեցին մեքենաներ պատրաստել ավելի լավ, որակյալ եւ էժան։ Բայց չէ, որ մենք օգնեցինք նրանց գալ դրան։ Մենք ստեղծեցինք անհրաժեշտ ամեն ինչ, իսկ հետո ամբողջությամբ այդ արդյունաբերությունը փոխանցեցինք ճապոնացիներին։ Ի վերջո, դա ձեռնտու եղավ թե մեզ, թե նրանց։ Ուկրաինացիները պետք է հիշեն սա, որովհետև օտարերկրյա մասնակցության եւ ընկերությունների նկատմամբ վերահսկողության հարցը միշտ էլ շատ զգայուն է ընկալվում։ Բայց այն, ինչ ես հիմա տեսնում եմ Ուկրաինայում, ամերիկացիների համար կարևոր է հասկանալ, որ ուկրաինացիների մեծամասնությունը, ում հետ ես շփվում եմ, եւ դա շատ լայն շրջանակ է, բարձր կրթված, նորարար եւ գործարար առումով առաջադեմ մարդիկ են։ Մենք դա տեսնում ենք անգամ հիմա, մարտի դաշտում։ Սա հիանալի նշան է, որովհետև ես մեծ ներուժ եմ տեսնում ապագայում ուկրաինական ընկերությունների հետ գործընկերության համար։ Ինչ վերաբերում է Իրանին կամ Սիրիային, այնտեղ հավասարումը որոշ չափով այլ կլինի։ Եվ, ի դեպ, մենք սա արդեն տեսնում ենք Մերձավոր Արևելքում։ Մեզ պետք կգա ուկրաինացիների օգնությունը, եւ ոչ միայն անօթաչուների դեմ պայքարի համակարգեր ստեղծելու, այլև տնտեսությունը վերականգնելու, գյուղատնտեսության մեջ։ Վերցրեք նույնիսկ էներգետիկան։ Ուկրաինան հսկայական փորձ է կուտակել այս առումով։ Եթե վերադառնանք տեղեկատվական պատերազմին, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը ամենայն հավանականությամբ կշարունակի իր ենթադիվերսիոն գործունեությունը, այդ թվում տեղեկատվական դաշտում նույնիսկ կրակի դադարեցումից հետո։ Ինչ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, հակահետախուզական եւ տեղեկատվական անվտանգության մեխանիզմներ պետք է առաջնահերթ դառնան Ուկրաինայի եւ նրա արևմտյան գործընկերների համար, ուկրաինական հասարակությունը ապագա հիբրիդային միջամտություններից պաշտպանելու համար։ Անկասկած, մարդիկ հաճախ հարցնում են. երբ է ավարտվելու Ուկրաինայի պատերազմը։ Շատ ուկրաինացիներ կպատասխանեն, որ այն արդեն տևում է մոտ 400 տարի։ Միանգամայն հաստատ կարելի է ասել, որ 1991 թվականից ի վեր Ռուսաստանը վարում է այս ասիմետրիկ պատերազմը ակտիվ միջոցառումների տարածքում, եւ դա կշարունակվի նույնիսկ կրակի դադարեցումից կամ ավանդական մարտական գործողություններից հետո, որոնք մենք այժմ տեսնում ենք, թե կոնկրետ ինչպես պետք է Ուկրաինան բարեփոխումներ իրականացնի, ես խորհուրդներ չեմ տա։ Միայն կասեմ, որ Միացյալ Նահանգներում մենք չպետք է կարծենք, թե վերջին հրթիռը արձակելուց հետո մեր առաքելությունն ավարտված է։ Մենք չպետք է կրկնենք Աֆղանստանում թույլ տված սխալը։ Երբ խորհրդային զորքերը դուրս եկան, մենք պարզապես շրջվեցինք եւ նրանց հետևից հեռացանք։ Մենք պետք է շարունակենք ներգրավված մնալ։ Կրկին ներդրումներ, տնտեսական բարգավաճում։ Ի վերջո, այս ամբողջ ապատեղեկատվությունը գործնականում ոչ մի ազդեցություն չունի այն մարդկանց վրա, ովքեր երջանիկ են եւ գոհ իրենց կյանքից։ Ես դա տեսնում եմ իմ սեփական երկրում։ Զգացմունքների գագաթնակետը լինում է այն ժամանակ, երբ մարդիկ վախեցած են։ Իսկ ինչից են նրանք սովորաբար վախենում։ Աշխատանքից զրկվելուց, հաշիվները վճարելու եւ ընտանիքը պահելու համար փողի պակասից։ Ճիշտ է։ Բայց եթե մարդն իրեն ապահով եւ բարեկեցիկ է զգում, նա շատ ավելի քիչ է ենթարկվում վախին։
Ուստի եւ ի դեպ, սա այն է, ինչ ես նկատել եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում շատ երկրներում, տնտեսական զարգացումը շատ կարևոր գործոն է։ Երբեմն այդ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել անվտանգության ոլորտում, քանի որ արտաքին ուժերը, լինեն պետական թե ոչ պետական դերակատարներ, փորձում են ապակայունացնել երկրի տնտեսությունը, դրանում իշխանությունը զավթելու համար։ Ուստի ԱՄՆ-ն պետք է պահպանի իր ներգրավվածությունը։ Եվ, իհարկե, արժե հիշել. Մինչև 2022 թվականի փետրվարը, մինչև լայնամասշտաբ ներխուժումը, Ռուսաստանն արդեն իսկ իրականացնում էր պատվերով սպանություններ և դիվերսիաներ Ուկրաինայի տարածքում։ Այն ժամանակվա և հիմայի միջև միակ տարբերությունն այն է, որ ուկրաինացիներն ապացուցեցին, որ կարող են նույն կերպ պատասխանել և դա անում են շատ արդյունավետ, և ռուսները պետք է հիշեն դա։ Հետևաբար, երբ կրակի դադարեցումը տեղի ունենա, նրանք, հավանաբար, այլևս չեն շտապի կազմակերպել ևս մեկ սպանություն, դիվերսիա, կիբերհարձակում կամ պայթյուն։ Ուկրաինական հատուկ ծառայությունները ցույց տվեցին, որ նրանք նույնպես շատ լավն են սրանում։ Մենք գիտենք, որ Ռուսաստանում սովոր են ապրել ակնընդ սկզբունքով, բայց հիմա նման գործողություններից հետո իրական հետևանքներ են լինում։ 2014-2015 թվականներին դրանք, հավանաբար, չկային, բայց այժմ հետևանքները չափազանց լուրջ կլինեն։ Եվ հնարավոր է երկու կողմերի շահերից է բխում գալ զսպման այնպիսի տեսակի, ասես. եկեք պարզապես չանենք դա։ Եվ հետո, գուցե, ինչպես ես միշտ ասել եմ իմ ռուս ընկերներին, եւ ոչ միայն ընկերներին, այլ նաեւ նրանց, ում հետ ես կտրականապես համաձայն չեմ. ահա, փորձեք, իդեմս Ուկրաինայի տեսնել գործընկերոջ, բիզնեսի եւ զարգացման գործում։ Դրանից բոլորը կշահեն։ Ի վերջո, Ուկրաինան եվրոպական երկիր է։ Սա կամուրջ է դեպի մնացած Եվրոպա։ Դուք չեք կարող ցատկել նրանց վրայով, եւ դուք այլևս երբեք չեք օկուպացնի նրանց։ Ուկրաինացիներն ապացուցեցին, որ թույլ չեն տա իրենց երկիրը վերածել Ռուսաստանի հավելվածի։ Ոչ մի փոքր Ռուսաստան գոյություն չունի։ Սա Ուկրաինան է, եւ Ուկրաինայի ժողովուրդը ուկրաինացի կմնա։ Դա չի նշանակում, որ նրանք պետք է թշնամիներ լինեն։ Նրանք իսկապես կարող են հիանալի գործընկերներ լինել։ Դա ճիշտ է։ Ի դեպ, ես նկատեցի, որ արդեն երկրորդ անգամ, երբ նման հարց եմ տալիս, դուք վերադառնում եք տնտեսության եւ բարգավաճման թեմային, եւ ես լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Շնորհակալություն, որ ուշադրություն եք հրավիրում սրա վրա։ Ես լիովին համաձայն եմ, որ տնտեսապես հզոր երկրին հնարավոր չի լինի հաղթել, հնարավոր չի լինի օկուպացնել։ Երբ մարդիկ գոհ եւ երջանիկ են, նման երկրի հետ շատ դժվար է պատերազմել։ Նկատի ունեմ տնտեսապես հզոր երկիրը։ Ուստի ես ի սրտե մաղթում եմ դա Ուկրաինային։ Եվ շնորհակալություն ձեր մտքերի եւ Աֆղանստանի իրավիճակի հետ համեմատության համար։ Շատ կարևոր կլիներ, որ Ամերիկան մնա ներգրավված գործընթացներում նույնիսկ կրակի դադարեցումից հետո։ Ես շատ երախտապարտ եմ մեր զրույցի համար, այն իսկապես օգնում է ավելի խորը հասկանալ տեղեկատվական պատերազմի էությունը։ Շնորհակալություն, որ կիսվեցիք սրանով մեր հանդիսատեսի հետ։ Եվ նախքան կավարտենք, թույլ տվեք մեկ եզրափակիչ հարց տալ։ Ինչ խորհուրդ կտայիք սովորական մարդկանց։ Ինչպես չդառնալ ինչ-որ մեկի տեղեկատվական գործողությունների գործիք։ Որոնք են պարզ քայլերը, որ յուրաքանչյուրը կարող է անել։ Նախ, ուսումնասիրեք, ինքնակրթվեք, ուսումնասիրեք ապատեղեկատվության պատմությունը։ Հիմա այս թեմայով շատ հիանալի գրականություն կա, շատ լավ գրքեր։ Եթե ժամանակ չկա կարդալու, դիտեք տեսանյութեր YouTube-ում, լսեք մարզասրահում կամ ճանապարհին։ Սա առաջին։ Երկրորդ, սովորեցրեք ինքներդ ձեզ խորը շունչ քաշել, երբ տեսնում եք ինչ-որ աղմկահարույց լուր։ Ասեք ինքներդ ձեզ. դե, արի սա ես ստուգեմ։ Այսօր դա այնքան էլ դժվար չէ, ցանցում լիքը տեղեկություն կա։ Տեղեկություն կա, փնտրեք հակադարձ տեղեկատվություն։ Պարզապես մի փոքր հետազոտություն անցկացրեք։ Մի ենթարկվեք անմիջապես էմոցիաներին։ Հասկացեք, սոցիալական ցանցերի ալգորիթմները հատուկ կարգավորված են ձեզ մոտ հենց էմոցիոնալ ռեակցիա առաջացնելու համար։ Դուք պետք է դիմակայեք դրան։ Դուք ինքներդ պետք է դառնաք ձեր գլխավոր զտիչը ապատեղեկատվության դեմ։ Եվ վերջինը, հիշեք, եթե ինչ-որ բան չգիտեք եւ տեղեկատվությունը հարվածում է ձեր էմոցիաներին, ձեր արձագանքը պետք է լինի գիտելիքի այդ բացը լրացնելու ցանկությունը։ Եթե դուք լավ չգիտեք Ուկրաինայի պատմությունը,
Իդեպ, գիտեք, ինչու էի ես այդքան հպարտանում իմ ուսանողներով։ Մենք քննարկում էինք ուկրաինական պատմության մի գործչի, եւ նրանք սկսեցին հարյուրավոր հարցեր տալ։ Ես նրանց հարցրեցի, որքանով լավ գիտեք պատմությունը։ Նրանք պատասխանեցին, այնքան էլ լավ չգիտենք։ Իսկ հաջորդ դասին նրանք եկան եւ ասացին. մենք ուզում ենք Ուկրաինայի պատմության դասընթաց ստեղծել։ Մենք տեսնում ենք, որ մեր գիտելիքների մեջ բաց կա, եւ ուզում ենք այն լրացնել։ Սա ճիշտ մոտեցում է։ Եթե մենք սովորենք այդպես վարվել, կարծում եմ, ապրելու ենք շատ ավելի լավ հասարակությունում, քան հիմա է, որովհետև հիմա մարդկանց գլխում շատ բացեր կան, եւ երբ նրանց վրա շատ տեղեկատվություն է թափվում, դա առաջացնում է էմոցիոնալ պոռթկումներ, որոնք էլ բաժանում եւ բևեռացնում են մարդկանց։ Եվ մենք պետք է հիշենք։ Ես հիմա խոսում եմ Միացյալ Նահանգների մասին։ Պարզապես հարցրեք ինքներդ ձեզ. ում է ձեռնտու մեր բաժանումը, ով է ուզում, որ դուք ատեք, ով է ուզում, որ դեմոկրատներն ատեն հանրապետականներին, ով է ուզում, որ աֆրոամերիկացիները թշնամանան սպիտակների հետ, իսկ ասիացիները լատինաամերիկացիների հետ։ Բաժանիր եւ տիրիր սկզբունքը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է դա աշխատել գործնականում։ Արդյոք մեզ դա պետք է։ Ոչ, մեզ դա պետք չէ։ Այսինքն մենք պետք է ցուցաբերենք կարգապահություն եւ ժամանակ հատկացնենք ստուգելու համար, թե իսկապես դա տեղի է ունեցել։ Իսկապես այդ համայնքը, կամ այդ քահանան, կամ իմամն ասել են հենց դա։ Մենք գիտենք, որ 2016 թվականի ընտրությունների ժամանակ ռուսները տեղեկատվական նյութեր էին նետում ԱՄՆ-ի տարբեր կրոնական համայնքներ, իրար հետ գժտեցնելու համար։ Ինչի համար։ Հասարակությունը թուլացնելու համար, որպեսզի պետությունը ներսից փլուզվի եւ այդ ժամանակ նրանք կարողանան պարտադրել իրենց ազդեցությունը։ Իդեպ, ասեմ բոլոր ամերիկացիներին, ովքեր հիմա լսում են։ Նրանք ուզում են խլել այն, ինչ պատկանում է ձեզ, եւ նրանք դա կանեն առանց մի կրակոց արձակելու, եթե դուք կարգապահություն չցուցաբերեք։ Կարող եք որքան ուզում եք գնալ հրաձգարան եւ վարժվել կրակելու։ Իդեպ, ես էլ եմ սիրում սա, դրանում վատ բան չկա, բայց ժամանակ հատկացրեք ընթերցանության համար, որովհետեւ ամենաարդյունավետ փամփուշտը եւ լավագույն ինքնապաշտպանությունը ձեր մտածելու կարողությունն է։ Նրանք, ովքեր մեր դեմ են, հույս ունեն, որ մենք չենք ուզենա մտածել։ Լիովին ճիշտ է։ Մեծ շնորհակալություն ձեր գիտելիքներով եւ փորձով կիսվելու համար։ Իմ կարծիքով սա հիանալի ավարտ է զրույցի եւ շատ արժեքավոր խորհուրդ բոլորի համար, ցանկացած երկրում եւ հատկապես Ամերիկայում, չափազանց կարեւոր է սեփական գլխով մտածել։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ Միացյալ Նահանգները իսկապես ազատ մարդկանց երկիր է, եւ սա այն երկիրն է, որն ունակ է օգնել ամբողջ աշխարհի բարգավաճմանը։ Ուստի մենք պետք է պաշտպանենք մեր ազատությունները այստեղ եւ թույլ չտանք հասարակության պառակտումը, քանի որ մենք հիանալի հասկանում ենք, թե ում է դա ձեռնտու։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։